Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը, 18:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Ֆեդիում ողջ հանրապետությունը ցնցած մանկապղծության գործում ներգրավված է 3 անձ, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։ Էլբակյանի խոսքով փետրվարի 12-ին եւ ապրիլի 22-ին հարուցված վարույթներով մինչեւ այժմ 3 անձն էլ մեղադրյալի կարգավիճակ չունեն, 3-ն էլ վկայի կարգավիճակում են։ Չեն կատարվել խուզարկություններ, դեպքի վայրի զննություններ, չեն առգրավվել հեռախոսներ, թե դրանցում ինչպիսի ձայնագրություններ, հաղորդագրություններ կան, չեն կատարվել դատահետքաբանական փորձաքննություններ։ Արթուր Երեմյանի մեքենան է առգրավված եղել, Դավիթ Անազյանի մեքենան չի առգրավվել, երեխաների հետ հոգեբան չի աշխատել, ասաց Էլբակյանը։ Նա նշեց, սեռական բռնության ենթարկված քույրերից մեկը 15 տարեկան է, մյուսը 17։ 17 տարեկան աղջիկը զննվել է եւ զննությամբ հաստատվել է այն, ինչն աղջիկը պատմել է։ Մենք սահմռկեցուցիչ փաստեր ունենք այս պահին մեր ձեռքի տակ, նշեց փաստաբանը Վարդուհի Էլբակյանը, ընդգծեց, եթե դատախազությունը, քննչական մարմինը, ոստիկանությունն իրենց տեղում լինեին, ապա բանը չէր հասնի նրան, որ աղջիկների հորեղբայրն արդարադատությունն իր ձեռքը վերցներ, իսկ ինչն ամենազարուրելին է, ըստ փաստաբանի, չէին լինի 17 տարեկան աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։ Էլբակյանն ընդգծեց, այս գործով ներգրաված երրորդ անձը, այսպես կոչված բարերարը, դեռ 2016 թվականին իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել 16 տարեկան չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու համար, ըստ փաստաբանի աղջիկն այդ ժամանակ եղել է 14 տարեկան։ Բաքվի ռազմական դատարանի կողմից ՍՄ ազատազրկման դատապարտված Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն այսօր դիմել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, կոչ անելով նրան զբաղվել ադրբեջանական բանտում պահվող հայ գերիների խնդիրներով։ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին ուզում են բանավոր ձևով դիմել, որպեսզի ինքը միջնորդի եւ Ադրբեջանի համապատասխան կառույցներից գուցե նաեւ իր գործընկերոջ միջոցով ստանա հայերեն եւ ադրբեջաներեն տարբերակներով մեր մեղադրական ակտերի ամբողջական տեքստերը եւ մեր դատավճռի ամբողջական տեքստը եւ փոխանցի իմ ընտանիքին ու հարազատներին, նշել է Իշխանյանը։ Նա նաեւ հայտնել է, որ 3 դիմում նամակ է փոխանցել Ադրբեջանի ՄԻՊ-ին։ Այնտեղ հստակ մեկ խնդրանք ունեի, որպեսզի մեր վճռի ամբողջական ադրբեջաներեն եւ հայերեն տարբերակները ինքը միջնորդի եւ փոխանցի իմ ընտանիքին ու հարազատներին։ Մարդու իրավունքների պաշտպանը խոստացավ, որ ադրբեջաներեն տարբերակը կփոխանցի իմ ընտանիքին եւ կփորձի միջնորդել։ Անդրադառնալով իր եւ մյուս հայերի դեմ կազմակերպված դատավարությանը Իշխանյանը հայտարարել է. այս դատը բացված չէ 15 հոգու դեմ, այս դատը բացված է հայ ժողովրդի եւ հայոց պետականության դեմ հստակ նպատակներով եւ հեռահար ռազմավարությամբ։ Ադրբեջանում այժմ 19 գերի ու պատանդ է պահվում, որոնցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներն են։ Բաքվի զինվորական դատարանը փետրվարին ցմահ կամ երկարատև ազատազրկման դատապարտեց նրանցից 16-ին, այդ թվում Արցախի ղեկավարներին։ Մոսկվայում մայիսի 9-ի հաղթանակի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը, Մոսկվան հրավիրել է բոլոր եղբայրական երկրների ղեկավարներին, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, նշելով, որ հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը։ Տեղեկություն այն մասին, թե արդյոք կմեկնի Նիկոլ Փաշինյանը եւ կմասնակցի Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվելիք շքերթին, չկա, ասաց նա։ Ալեն Սիմոնյանը չի ափսոսում Բելարուսին քննադատող իր հայտարարության համար, որից հետո Մինսկը արտգործնախարարություն կանչեց Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին ու հայկական կողմի վերջին ոչ բարեկամական գործողություններով պայմանավորված բողոքի նոտ փոխանցեց։ Հայաստանը ծայրագավառ չի լինելու, Հայաստանը քաղաքական կախվածության մեջ չի լինելու, Հայաստանն իր քաղաքական ինքնիշխանության մակարդակը բոլոր առումներով բարձրացնելու է եւ Բելարուսի կառավարման օրինակը իմ երկրի համար, իմ համար անընդունելի է։ Հայաստանը ազատ երկիր է, իր ազատ մեդիաներով, մարդու իրավունքներով եւ օրենքի գերակայությամբ, լրագրողների հետ զրույցում ասել է նա։ Սիմոնյանի համոզմամբ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական օպերացիայի փորձ է տեղի ունենում, իշխանությունը զավթելու փորձ է տեղի ունենում, մեր ժողովրդավար լինելը հիմա իրենք փորձում են օգտագործել մեր դեմ։ Ասում են հիմա ձեզ մոտ ինտերնետը բաց է, մենք այդ ինտերնետում մեր ռուբլիով այնքան գովազդ կառնենք, որ ամենը մերը կլինի, չի լինելու, թույլ չենք տալու, որ Հայաստանի Հանրապետությունը սարքեն գուբերնիա, մենք չենք ղեկավարվելու Բելարուսի պես, հայտարարել է խորհրդարանի խոսնակը։ Ապրիլի 23-ին Երևանի Միասնիկյան փողոցում տեղի ունեցած վթարի դեպքով 19-ամյա ՎՄ-ի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնել 2 հոդվածով։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն, ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ 19-ամյա երիտասարդը Միասնիկյան պողոտայում անկանոն վարում է իր Mercedes Magnus ավտոմեքենան, վազանց է կատարում չթույլատրված հատվածներում ու արդյունքում փախվում է ավտոբուսին։ Ամբողջ ընթացքը, այդ թվում բուն ավտովթարի պահը նկարում է նրա կողքին նստած ընկերը։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի փաստով առաջին
մասին քրեական վարույթը հարուցվել է ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու հոդվածով։ Քննության ընթացքում պարզվել է, որ ՃՏՊ-ի ժամանակ 19-ամյա ՎՄ-ի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված է եղել։ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի առաջին մասով եւ միացվել նախաձեռնված քրեական վարույթին, նշված է կոմիտեի հաղորդագրությունում։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, քրեական վարույթի շրջանակում միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Իդեպ այս հրապարակմանը կից տեղադրված տեսանյութը նույնպես, որտեղ 19-ամյա ՎՄ-ն չիպսը ձեռքին հեռուստատեսությամբ նայում է դեպքի կադրերն ու ծաղրում մեկնաբանությունը, համացանցում հրապարակել է հենց ինքը։ Եթե կրթական հաստատություններում բացահայտվեն նախընտրական քարոզչության դեպքեր, օրենքի ամբողջ խստությամբ կլինի պատիժ։ Այս մասին Ժաննա Անդրեասյանն ասել, անդրադառնալով այն տեղեկությանը, որ Արարատի մարզի դպրոցներից մեկում նախընտրական քարոզչության խախտում է եղել։ Քանի որ առաջիկա օրերին մեկնարկելու է պաշտոնական քարոզարշավը, ես եւս մեկ անգամ հիշեցնում եմ, ոչ թե հորդորում, այլ զգուշացնում եմ ուսումնական հաստատություններում աշխատող բոլոր քաղաքացիներին հանրակրթության մասին օրենսդրության խախտման որևէ պարագայում օրենքը գործելու է ամբողջ խստությամբ, ընդգծեց նա։ Ըստ նախարարի կառավարության կարևորագույն ձեռքբերումներից մեկը կրթության համակարգը քաղաքականությունից զերծ պահելն է։ Կրթության մարդիկ պետք է զբաղվեն կրթությամբ։ Սա չի նշանակում, որ որևէ մեկը չպիտի ունենա իր դիրքորոշումը եւ որպես քաղաքացի չպիտի կարողանա դա արտահայտել, սակայն կրթական հաստատությունները դարձնել քաղաքական գործունեության բեմահարթակ չի թույլատրվելու եւ յուրաքանչյուր դեպքի հետեւից, յուրաքանչյուր ահազանգի հետեւից օրենքն ամբողջ խստությամբ գործելու է։ Հայտարարեց Անդրեասյանը, նա զգուշացրեց, կարող է լինել ընդհանուր մինչև աշխատանքից ազատումներ, մանկավարժական գործունեության իրավունքից զրկվելու դեպքեր։ Այսօր մայիսի 6-ին առեղծվածային ու ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում ժամը 13:30-ի սահմաններում ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնը հազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ Nissan Magnish ավտոմեքենայի վարորդը չի արձագանքում դրանթակոցներին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները կոտրել են ավտոմեքենայի ապակին, ապա ավտոմեքենայում հայտնաբերել են վարորդի մարմինը։ Ահազանգով ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի շտաբ օգնության բժիշկների հերթապահ արձանագրել է մահը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ եւ մահացած վարորդի ինքնությունը։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։